Տեսեք, այդ առումով չեմ կարող գնահատականներ տամ, թե ինչով է պայմանավորված այդ կարգի ծորենի ներմուծումը Հայաստան, բայց մի քանի կարևոր շեշտադրումներ կա, որ մենք պետք է հասկանանք։ Նախ առաջին հերթին ծորենի ոչ միայն որակը, այլ նաև դրա արժեքն է կապվում։ Այսինքն ինչ արժեք է նստում նույն ղազախական ծորենի Հայաստան գալը։ Մենք հարցումներ ենք պատրաստել եւ պատրաստում ենք այդ հարցումները պատկան մարմիններին, ես շատ փառատես չեմ ուզում հարցել, հասկանալու համար ինքնարժեքը ինչքան է։ Որովհետեւ բավականին Այսինքն էժան է դարձել, որ ինքնարժեքը բարձր է դրա համար, վագոներով գալիս է, այդ ծորենի վագոնները հետ ուղարկվեն, չէ՞, եթե այդ ծորենի վագոնները դատարկ են հետ ուղարկվում, սա ինքնարժեքի վրա լրացուցիչ ավելանում է ինքնարժեքը։ Երկրորդը, տեսեք, այդ բեռները չեն եկել Հայաստանի Հանրապետության տարածք, եկել են Վրաստանի տարածքում։ Այսինքն Վրաստանը որպես տարանցիկ երկիր պետք է հարկեր վճարեն, այսինքն գնագոյացումը շատ կարևոր է, գնագոյացումը ինչքան է։ Երբ առաջիկայում մենք կպարզենք պրոֆեսիոնալներին իրական պատճառները որն են։ Եվ կա իսկ որակի մասին կարող ասում են դա նույնիսկ անասնակեր էլ չի թունակի նկատներով հիմա գանք որակի դա այդ ծորենը պետք է նախ պարզաբանումները մտցվեն թե այդ ծորենը իրականում անասնակեր ծորենա, ասում են 4-րդ կարգի է, դա պետք է լրացուցիչ պարզաբանումներ մտցնեն։ Այսինքն կարևոր հանգամանքներ կա, որ պետք է պարզաբանեն, ոչ թե PR ակցիա անեն ասեն, այլևս վերջ դրանով ճանապարհները ապաշրջափակվում են, Հայաստանը արդեն այլընտրանքներ ունի եւ այլ եւ այլ։ Կներեք, նոր փոխնախարարն ասում է, կարևորը ապաշրջափակումն է, ինչ կարևորը թե որ կարգի ծորենը։ Դե ո՞նց է ապաշրջափակում, այսինքն այդ տրամաբանությամբ էլի ապաշրջափակում չի։ Ապաշրջափակումը կլներ հետեւյալը, երբ որ կապ չունի ծորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ sense ուրճացվում է, ասում է, գիտեք ինչ, այդ գծերի հետ կապված, երկաթ գծերի հետ կապված, Ղազախ կայարանից, սահմանից մինչև Իջևան կայարան 10 կիլոմետր է։ Ընդամենը 10 կիլոմետր հատվածի հետ կապված է, որի ռեյսերը կան, ընդամենը ընթացիկ աշխատանքներ կան, այդ աշխատանքները տանելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է, որ այդ վագոնները գան եւ Իջևան կայարանում բեռնաթափվեն։ Կներեք մի հատ կարևոր բան կասեմ։ Եւ այս պարագայում մենք կարող ենք ասել, որ որոշակի առումով արդյունավետ է եւ ապաշրջափակման տարեր կան, բայց եթե այդ ապրանքները գալիս են եւ Վրաստանով անցնում են, սա բավականին ուղղճացված է, եթե մեղմ ասեմ ուղղճացված է, իրականում դա մեզ ոչ մի այո, եւ ծախսատար, այսինքն պիտի հաշվի, թե այդ ծորենի ինքնարժեքը ինչ անցնում։ Հիմա ես տարբեր տնտեսվարողների հետ խոսել եմ, այդ տնտեսվարողները հետեւյալ բան են ասում։ Հիմա մենք այդ ապրանքները ստանում ենք ֆուրերի միջոցով, էլի, այսինքն տրանսպորտային միջոցով ենք ստանում եւ այդ տրանսպորտային միջոցով որ ապրանքները գալիս են, բավականին մրցակցությունը շատ է մրցակցությունը այդ դաշտում եւ այդ ծառայություններ մատուցող կազմակերպությունները այդ մրցակցային մեծ դաշտը որ կա իրենք անընդհատ գինը նվազեցնում են որ իրենք կարողանան այս շուկայում մրցակցել եւ այս առումով ես խնդիրներ չեմ տեսնում էլի որ ասենք ինչ որ առումով խոչընդոտ հանդիսանա կամ եւ այլն բայց այդ իշխանությունն ասում են ընդդիմությունը երբ տարավ լաբորատոր փորձաքննության որ մի հատ նման Դե հենց քիչ առաջ ես հենց այդ էի ասում, ես նաև իմ հարցազրույցներում եմ ասել, նախ դա պետք է փորձաքննության ենթարկվի, երկրորդը պետք է հասկանանք այդ ծորենը ինչ նպատակով է գալիս, ուղղճացրել են, ասել են, տեսեք ծորենը գալիս այլևս, բայց դա կարող է ընդհանրապես պիտանի չլինի, այլ բաների պատրաստման համար կամ կերերի կամ այլ նպատակներով եկած են այդ ծորենը։ Եվ կրկնում եմ, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե այս միանգամից
անգամվա եկած ցորենը ինչ նպատակներով է գալի։ Օրինակ ես ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին, դրա մասին Նիկոլ Փաշինյանը անոնսել է տարածքների հետ կապված, որ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ հետ պիտի վերադարձվեն Ադրբեջանին։ Այսինքն հերթական զիջումների նախապատրաստական փուլն է կազմակերպվում եւ նաեւ հաշվի առնելով նա, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները նախկինում որ ասվում էին, որը վերաբերում է այսպես կոչված անկլավներին, որը ուզում եմ նաեւ ձեզ հիշեցնել, որ նաեւ ինքն է ազգային ժողովի ամբիոնից ասել, որ դրա իրավական հիմքերը չկան եւ այդ առումով ճիշտ է ինք ասել, իրավական հիմք անկլավների հետ կապված, այսպես կոչված անկլավների հետ կապված չկա։ Բա ինչ տարածքների մասին է այդ դեպքում խոսվում, որ Տավուշի հատվածում են այն։ Հա ինչ տարածքներ կա, որն է դրա իրավական հիմքերը, որն է դրա իրավական հիմքերը։ Այսինքն պետք է հարակվել լինի, ասում եք։ Դե սահմանազատում սահմանագծումը հարգելիս։ Հիմա այդ սահմանագծման անվան տակ միակողմանի զիջում է արվել հայկական կողմին։ Ես այս օրինակը բազմիցս անգամ բերել եմ եւ մեկ անգամ եւս ուզում եմ ասել։ Ինչը վերաբերվում էր Կիրանց ոսկեպար հատվածին, այն ժամանակ ասում են, այս հատվածներից մենք զիջում ենք անում, Բերքաբերից 900 հեկտար ստանալու։ Անցել է բավականին երկար ժամանակ, տևական ժամանակ անցել, որևէ մի սանտիմետր, որևէ մի միլիմետր հող Բերքաբերի ուրեմն լճից այն կողմ Հայաստանի Հանրապետություն չի ստացել։ Չի ստացել։ Ինչը չհաստատվեց այդ ստանալը, որովհետև հենց դրա համար էլ մենք ասում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի Հայաստանի Հանրապետությանը հետ սահմանազատման, սահմանագծման իրական գործընթաց անելու, որովհետև եթե մի կողմը պահանջում եւ ստանում է եւ այդ ստանալուց հետո այլևս Հայաստանի Հանրապետությունը տարածք չի ստանում, այն պարագայում, որ Հայաստանի Հանրապետության տարածքից օկուպացվել են շուրջ 200 քառակուսի կիլոմետր ըստ պաշտոնական տվյալների, բայց ոչ պաշտոնական տվյալներով խոսում եմ մոտավորապես 400 քառակուսի կիլոմետրի մասին։ Այսինքն դա միակողմանի զիջում ա եղել։ Դրա դիմաց ոչ մի բան ոչ ստացել են, ոչ էլ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, ոչ էլ որևէ մի ադրբեջանի պաշտոնյա ասել է, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական հողեր։ Մենք դրանից առաջ էլ ինչ ենք ասում, ասում ենք սահմանազատման, սահմանագծման գործընթացը պետք է արվի այն քարտեզների հիման վրա, որ Հայաստանի Հանրապետությունը մտել է սովետական հանրապետության հետ։ Ըստ այդ քարտեզների Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 31000 քառակուսի կիլոմետր տարածք է։ Նախկինում ասում էր դեռ պետք են իրավական հիմքեր արդյոք անկլավները Ադրբեջանի։ Չէ, այդպես չէր ասում, ասում էր իրավական հիմքեր չկան, ոչ թե ասում էր դեռ պետք է, ասում են իրավական հիմքեր չկան։ Նշում են, որ պետք է տարածք ստանալ։ Դե դուք լսել եք Ադրբեջանի հայտարարությունները, ես լսել եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Արցվաշենի մասին է հայտարարել, բայց ես ուզում եմ օկուպացված տարածքներից էլ դուրս կգան ադրբեջանցիները Հիմա ինչի համար է դա ասվում, ցույց կտա ժամանակը, բայց ես կարծում եմ, որ այդ հատվածներում Հայաստանի Հանրապետությունը հաշվի առնելով իր վերջին շրջանի վարած քաղաքականությունը, հերթական զիջումներն է նախապատրաստում եւ այդ զիջումների ֆոնին որոշակի առումով քարոզչական ֆոն է ստեղծում եւ ուզում նաեւ ձեզ տեղեկացնել, որ այն հատվածները, որի մասին երկար ժամանակ խոսում, այդ հատվածներով անցում են շատ կարեւոր մեծ համար նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ։ Դա Հայաստան մտնող գազամուղն է, դա ինտերնետ մալուխներն են եւ այլ կոմունիկացիաներ, ճանապարհներ եւ այլ կոմունիկացիաներ, որը փաստացի երկու հատվածում էլ, Տավուշի հատվածում էլ, Տիգրանաշենի հատվածում էլ լրջագույն խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի նպատակագրելու այսպես նոր նախապայման է, որ անգամ առանց իրավական որևէ հիմքերի այս գործընթացները տեղ ունենան։ Գուցե սա էլ է բացի սահմանադրությունը
փոխելու այդ անդադար հնչող պահանջից, սա էլ այսպես պետք է արագացնել գործընթացը, եթե ուզում եք այդ պայմանագիրը ստորագրվի։ Հնարավոր է, որ սա էլ առանց իրավական հիմքերի դա առաջ գնա։ Տեսեք, հաշվի առնելով նախորդիվ պրոցեսները, որ կատարվել են Հայաստանի Հանրապետության կատարել են իշխանությունները շրջանցելով մեր սահմանադրությունը, ինչի համար եմ ես ասում։ Ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ այն տարածքները, որ հանձնվել են Ադրբեջանին, այդ հատվածներում բավականին տարածքներ կային, որոնք Հայաստանի Հանրապետության կադաստրային քարտեզներում եղել են։ Դա տրվել են վկայականներ այդ մարդկանց։ Այնուհետև այդ գործընթացներից հետո հետ ողորմյա են արել եւ այդ կադաստրային քարտեզներից այդ հատվածները, եթե նայեք նախորդիվ կադաստրային քարտեզները եւ հիմի կադաստրային քարտեզը, բավականին ակնառու ձևով կտեսնենք, որ այդ տարածքների փոփոխություն ա եղել կադաստրային քարտեզների։ Այսինքն իրավական առումով այդտեղ լուրջ խնդիրներ կա, ես նաև ուզում եմ ձեզ հիշեցնել նախորդիվ իրենց արած հայտարարությունը, որ այդ մասով իբր քրեական գործ կա, չէ, հարուցված, ասում էր, այդ առումով կան քրեական գործեր հարուցած, մի հոգի, ես պատասխանատու կերպով ձեզ ասում եմ, միջև այս պահը մի հոգի չի պատժվել ենթադրյալ, որ ասում են այն ժամանակ խնդիրներ ա եղել այդ վկայականները տալու կադաստրային քարտեզների հետ կապված։ Այս առումով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Պարոն Դանիելյան, դուք այսինքն վտանգ եք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր Արցախաշենի մասին խոսում է, որ երբ որ 4 այդ անկլավները վերադարձնեն, ասեն, որ Արցախաշեններ ստանալու են, բայց ինչպես Բերքաբերի այդ հատվածը չկարողացան ստանալ, նույնիսկ նաև Արցախաշենը։ Այո, դուք ճիշտ եք։ Տեսեք, այստեղ մի կարևոր նրբություն կա։ Այստեղ մի կարևոր նրբություն կա։ Ինչն է դա։ Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը պահանջելու Արցախաշենի վերադարձը Հայաստանի Հանրապետության տարած, ասենք մեր վերահսկողության տակ, որովհետև դրա իրավական հիմքերը կան։ Ես ուզում նաև ձեզ հիշեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ 907 ուղղումը ժամանակին, որ արվել է, դա արվել է նրա այն պատճառով, որ Ադրբեջանը օկուպացրել է ուրեմն Արցախաշենը։ Դրա համար այդ սահմանափակումները մտցվել։ Ժամանակին հենց դրա համար այդ սահմանափակումները մտցվել։ Հիմա Ադրբեջանը չունի այդ իրավական, այսինքն չկա այդ իրավական հիմք։ Ես բազմիցս ասել եմ, ինչն ա եղել պատճառը, որ ադրբեջանցիները եկել այդտեղ բնակեցվել են։ Այդ տարածքներում ուրեմն ակտիվ զբաղվել են անասնապահությամբ։ Եվ ադրբեջանցիները գալով այդտեղ նաև իրենց առաջ խնդիր են դրել, որպեսզի իրենց ազգաբնակչությունը ավելանա, այն ժամանակ Հայր Ալիևի կողմից պահանջ կար, որ գնացեք այդտեղ շատ երեխաներ ունեցեք եւ այդ տարածքները ձեզնով արեք։ Եկել են այդ մարդիկ այդտեղ արդեն տարիների ընթացքում ամրապնդվել են եւ այդ է ընդամենը իրենց հիմք տալիս պնդելու, որ գիտեք ինչ կա, այս տարածքները ադրբեջանական տարածքներ են։ Կրկնում եմ, որևէ մի իրավական հիմք չկա, գոյություն չունի, միջև